Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ապրիլյան քառօրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ Այն վերաբերում է ադրբեջանցի զինծառայողների կողմից մայոր Հայկ Թորոյանի խոշտանգմանն ու սպանությանը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը, պարտավորեցրել Բաքվին հատուցում վճարել նրա հարազատներին, պատասխանատվության կանչել խոշտանգման հրահանգ տվողին եւ կատարողին։ Որոշումը կարդակ ըստ էության ինչ է ասում ՄԻԵԴ-ը, դա կատարել են Ադրբեջանի զինված ուժերի անդամները, դա կատարել է Ադրբեջանը։ Եվ Ադրբեջանը ստիպված սա պետք է ընդունի, որքան էլ որ պետության ներսում վարույթներ հարուցի, դատավարություններ, որ փորձի լեգիտիմացնել իր հրահրած պատերազմը, իր ագրեսիվ պատերազմը, դուք գիտեք ինչ դատավարությունների մասին խոսել։ Նման դատական ակտերը հերքելու են այդ իրենց այսպես ասած պատմական ճշմարտությունը։ Ինչպես կազդի այս վճիռը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ավելի վաղ կնքված համաձայնության վրա։ Այն է, կողմերը պետք է հետ կանչեն, չեղարկեն կամ այլ կերպ լուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած եւ բոլոր միջպետական հայցերն ու գանգատները։ Այս գործերը եւ այդ գործերի արդյունքում հնարավոր արձանագրումները, որոնք մենք կարող ենք դեռ ունենալ, պիտի աջակցի եւ ել ավելի ամրապնդի խաղաղության օրակարգը։ Այս գործով փաստաբանական թիմի անդամ Սիրանուշ Սահակյանի տեղեկացմամբ ապրիլյան պատերազմի գործերով ավելի քան 20 վճիռներ են սպասվում առաջիկայում ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների խոշտանգումների վերաբերյալ։ Թիմի անդամները նաև խոսեցին վճռի իրականացման կարևորության մասին։ Սա անխուսափելիորեն պահանջելու է նաև պետության վերաբերմունքն ու ներգրավվածությունը։ Թե ինչ խոսակցություններ են տեղի կունենան, ինչ ձևով կզարգանան, դա արդեն պետությունն է մասնակից։ Մենք անհատական գանգատի շարունակություն որպես կարող ենք պարբերաբար դրա մասին հարցը բարձրացնել, բայց ինքը քաղաքական տեսանկյունից պահանջելու է այլ տեսակի վարքագիծ, ես դրա համար նշեցի, որ սա նաև շատ կարևոր արձանագրում է միջազգային գործընկերների եւ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների համար, որպեսզի հնարավոր լինի նաև նույն գրագիտությամբ եւ արդյունավետությամբ ապահովել որոշման կատարումը։ Այլապես դա կմնա իսկապես գրագետ արձանագրված փաստերով իրավական փաստաթուղթ, որը որևէ բան մեր բոլորիս կյանքում գուցեև չփոփոխի։